Անգլիական և իռլանդական լեգենդներ։ Սնձենու պալատը։ Ժամանակին Դանիայում, կամ ինչպես հնում էին ասում Լոխլանում, տիրում էր թագավոր Քոլգան։ Հզոր արքային միայն մի բան էր մտահոգում։ Նրան չէր հաջողվում նվաճել ծովի մյուս կողմում գտնվող կղզին։ Կղզու բնակիչները հրաժարվում էին հնազանդվել նրան։ Թագավորը իր զորավարներին խորհրդի կանչեց։ «Դուք բոլորդ գիտեք», ասաց նրանց, «որ ժողովուրդն ինձ կղզիների արքա է կոչում։ Սակայն արևմուտքում մի կղզի կա, որի բնակիչները չեն ընդունում իմ գերագույն իշխանությունը»։ Զորապետներն անհանգստացած իրար նայեցին։ Քոլգան շարունակեց. «Դա Իռլանդիան է, կանաչ բլուրների երկիրը։ Մինչև օրս մենք չենք կարողացել հաղթել նրան։ Հասել է վճռական ճակատամարտի ժամը։ Պատրաստեք նավերը։ Մենք պետք է անհապաղ ճանապարհ ընկնենք»։ Բարեհաջող քամին Քոլգայի նավերը հասցրեց Իռլանդիայի ափերը։ Լուրը հասել էր Իռլանդիայի թագավոր Քորմակին։ Նա արագավազ մարդիկ էր ուղարկել Ալեն անվախ ֆենսերի առաջնորդ Ֆինի մոտ։ Քաջարի Ֆինը մի իսկական անակնկալ էր նախապատրաստել թշնամու համար։ Քոլգայի զինվորները հազիվ էին ափ դուրս եկել, երբ ֆենսերը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա։ Հենց այստեղ ծովի ափին սկսվեց մեծ ճակատամարտը։ Թրերը շողացին, նիզակները սուրացին, վահանները բախվեցին իրար։ Դանիացիները պատերազմելու մեծ փորձ ունեին։ Նրանք կռվում էին անվեհեր և աստիճանաբար կարողացան ամուր դիրքեր նվաճել ափին։ Իսկ ֆենսերը, չնայած առաջինն էին հարձակվել, սկսեցին կամաց-կամաց տեղի տալ։ Տեսնելով, որ ֆենսերը նահանջում են, Օսկարը, Օսեանի որդին, և Ֆինի թոռը առաջ նետվեց դեպի Քոլգայի դրոշը։ Անխնա կոտորելով դանիացի զինվորներին, նա ճանապարհ էր հարթում իր համար։ Արքա Քոլգան անվախ նայում էր այն արյունոտ արահետին, որ Օսկարը թողնում էր իր ետևից։ Եվ երբ երիտասարդ ֆենսը հասավ իրեն, ընդունեց մարտահրավերը։ Զորքերն ասպարեզ բաց արին։ Երկու ախոյանները բազեների նման հասան իրար։ Վահանները կտոր-կտոր եղան, ծանր սաղավարտները ջարդվեցին։ Շարունակ կռվելով նրանք արյունակամ էին լինում ծանր վերքերից։ Ի վերջո մահացու հարվածը տվեց Օսկարը։ Արքա Քոլգան տապալվեց գետնին։ Ինչպես ընդունված էր հնուց, ճակատամարտը սրանով պետք է ավարտվեր։ Բայց դանիացիները գերադասեցին մեռնել, քան գերի ընկնել։ Ու կռվեցին նրանք այնքան ժամանակ, մինչև կենդանի մնաց միայն մի դանիացի՝ Միդաքը, արքա Քոլգայի կրտսեր որդին։ Ֆինը չսպանեց արքայորդուն։ Սովորություն կար ողջը պահել պարտված թշնամու նկատմամբ։ Եվ Ֆինը խնամեց, մեծացրեց Միդաքին Իռլանդիայի անվանի ռազմիկների ֆենսերի շրջապատում։ Միդաքին սովորեցրին ռազմական արվեստը։ Նրա առաջ բացեցին բոլոր գաղտնիքները։ Բայց և այնպես, երիտասարդ արքայորդին չէր մոռանում հոր կրած ծանր պարտությունը։ Որքան մեծանում էր նա, այնքան աճում էր իռլանդացիների նկատմամբ տածած թաքուն ատելությունը։ Միդաքը խնամքով թաքցնում էր իր զգացմունքները և աշխատում էր մտքում պահել զորավարների հավաքներին լսած ամեն մի բառ։ Նա որոշել էր իր սովորածը գործի դնել, երբ կգա դրա ժամանակը։ Քոնան ճաղատը հասկացել էր Միդաքի մտադրությունը։ Հավաքներից մեկի ժամանակ, երբ Միդաքը բացակայում էր քաղաքից, Քոնանը ասաց. «Ես վախենում եմ, որ ֆենսերին մահացու վտանգ է սպառնում։ Այստեղ Ալենում մենք օձ ենք տաքացնում մեր ծոցում։ Երիտասարդ Միդաքը մեզ հետ խորհրդի է նստում, լսում է մեր բոլոր գաղտնիքներն ու ծրագրերը։ Բայց նկատած կլինեք, երբեք մի բառ չի ասում, երբեք ինքը խորհուրդ չի տալիս։
Ճակատամարտում Օսկարը սպանեց նրա հորը։ Վախենամ, թե այն օրից նա վրեժ է որոճում մտքում։ Բոլորը գիտեին, որ Քոնան ճաղատը կծու լեզու ունի։ Երբեք մեկնումեկի մասին քաղցր խոսք չի ասի, բայց այս անգամ Ֆինը անհանգստացավ։ Նա հաշվի առավ Քոնանի նախազգուշացումը։ Հաջորդ օրը Ֆինը իր մոտ կանչեց Միդաքին եւ ասաց. «Միդաք, մենք ունենք մի այսպիսի սովորություն. երբ տղան հասունանում է, հեռանում է ծնողների տնից եւ ապրում սեփական քրտինքով իր կալվածքում։ Դու երկար ապրեցիր իմ տանը, հիմա քո կյանք մտնելու ժամանակն է։ Իբրև արքայորդի, իմ տերությունից ընտրիր 2 կալվածք։ Այնտեղ դու քեզ համար տներ կկառուցես, իսկ հետագայում այդ կալվածքները կանցնեն քո ժառանգներին»։ Միդաքը կարծես հենց այս բառերին էր սպասում։ Նա անմիջապես պատասխանեց. «Այդ դեպքում տուր ինձ գետի հյուսիսային կողմում ընկած հողերը եւ Քենրիի կալվածքը շենոնում»։ Միդաքը այս կալվածքները պահանջելու ծանրակշիռ պատճառներ ուներ։ Նախ Շենոնը Իռլանդիայի ամենահարուստ հողերից էր, եւ հետո լայն գետաբերանում կային բազմաթիվ կղզյակներ ու խորշեր, որտեղ աննկատ կարելի էր թաքնվել։ Ֆինը Միդաքին տվեց 100-ի չափ ծառաներ, մի քանի նախիր անասուն։ Ու շատ կարճ ժամանակում դանիացի արքայորդին դարձավ Իռլանդիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սակայն Միդաքը ֆերսերին երբեք չէր հրավիրում իր տուն։ Ոչ էլ ինքն էր գալիս ալեն, չնայած համարվում էր եղբայրության անդամ։ Միայն 14 տարի անց Ֆինին վիճակվեց հանդիպել Միդաքին։ Մի օր Ֆինը ֆենսերի հետ որսի էր գնացել։ Նրանք այնքան էին տարված որսին հետապնդելով, որ չնկատեցին էլ, թե ինչպես հասան Նոկֆիրնաբլուրը, Միդաքի կալվածքի սահմանը։ Այստեղ ֆենսերը կանգ առան։ Մի փոքր հանգստանալու համար նրանք շրջան կազմած նստեցին եւ հենց այն է ուտելիք էին հանում, երբ տեսան իրենց մոտեցող մի բարձրահասակ մարդու։ Եկողի ծանր զրահից, թրից ու 2 նիզակներից երևում էր, որ նա դանիացի է։ Իռլանդական չէին նաև Ատլասե թիկնոցը, Մեծ Վահանն ու Սաղավարտը։ «Ո՞վ ես դու?» հարցրեց Ֆինը ողջույնի խոսքեր փոխանակելուց հետո։ Դանիացին չհասցրեց պատասխանել։ Քոնան ճաղատը կանխեց նրան։ «Օ Ֆին, միթե չես տեսնում, սա Միդաքն է։ 14 տարի է ինչ նա այս հողերի տերն է, բայց մեզնից դեռ ոչ մեկին չի հրավիրել իր տուն, եւ ոչ էլ ինքն է երբևէ եկել ալեն»։ Բարձրահասակ մարդը իսկապես Միդաքն էր։ Քոնանի կշտամբանքին նա պատասխանեց. «Ինչու ես միայն ինձ նախատում։ Դուք էլ ինձ չեք հիշել, բայց եկեք մոռանանք անցածը։ Այժմ ես բոլորիդ հրավիրում եմ իմ սնձենու պալատը, որը բլրի ետևում է։ Ես մի պալատ էլ ունեմ, կոչվում է Կղզու պալատ, սակայն շատ հեռու է»։ Ֆենսերը հաճույքով ընդունեցին հրավերը, բայց պալատ գնալուց առաջ Ֆինը հիշեց Քոնանի նախազգուշացումը եւ բլրի գագաթին թողեց 5 մարդ։ Դրանց մեջ էին նաև նրա 2 որդիները՝ Օսյանը եւ Ֆիկնան։ Պալատի անունը զարմանալիորեն համընկնում էր շրջապատի բնությանը։ Շինությունը կառուցված էր մի ժայռոտ անդունդի վրա։ Դարպասներից դեպի ներքև, դեպի գետի ծանծաղուտը, ձգվում էր մի նեղ արահետ։ Պարիսպներն ամբողջովին պատած էին մոշի թփերով ու բարձր դարավոր ծառերով։ Պալատի ներսում հյուրերի առջև բացվեց մի գեղեցիկ տեսարան։ Մեծ դահլիճի բուխարիկում ուրախ բոցկլտում էր կրակը։ Կրակի շեք լեզուներից դահլիճով մեկ տարածվում էր մի անծանոթ, անուշ բուրմունք։ Պատերը զարդարված էին փայտանկարներով։ Հատակը ծածկված էր փափուկ կարպետներով ու գորգերով։ Ֆենսերը մի մեծ դռնով ներս մտան եւ նստեցին կրակի շուրջը, գորգի վրա։ Նրանք հիացմունքով էին դիտում դահլիճը։ Այսպիսի շքեղությունը թագավորներին է վայել։ Քիչ անց
Ներս մտավ Միդաքը։ Առանց խոսելու նա սառը հայացքով նայեց բոլորին և անհետացավ նույնքան անսպասելի, ինչպես հայտնվել էր։ Տիրեց մի անախորժ լռություն։ Տարօրինակ է։ Գուցե Միդաքը սխալմամբ կղզու պալատում է սեղան բացել, ասաց Ֆինը։ Շատ ավելի տարօրինակ է այն, որ քիչ առաջ հաճելի բուրմունք արձակող կրակը հիմա ծուխումուր է ժայթքում, նկատեց Ֆենսերից մեկը։ Նայեցեք, բացականչեց Քոնանի կողքին նստածը։ Գորգերն ու կարպետները չքացել են, մենք նստած ենք մերկ ու սառը հատակին։ Երբ մենք ներս մտանք, դահլիճն ուներ 7 մեծ դուռ։ Հիմա ես տեսնում եմ միայն 1 փակ դուռ, զարմանքով ավելացրեց մի ուրիշը։ Գնանք այստեղից, խորհուրդ տվեց Քոնան ճաղատը և հենվեց նիզակին, ոտքի կանգնելու համար։ Հանկարծ նրա դեմքը սաստիկ գունատվեց։ Հատակից պոկվել չկարողացավ։ Ֆենսերը խուճապահար նայեցին միմյանց։ Նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր տեղից շարժվելու, թեկուզ մի դյույմ։ Ֆինը փորձեց հանգստացնել ընկերներին։ Հիմա ես կհարցնեմ իմաստության ատամիս։ Միայն նա կարող է բացատրել, թե ինչ կնշանակի այս բոլորը, ասաց նա և բութ մատը մտցրեց բերանը։ Քիչ հետո տխուր հառաչեց։ Այս բոլոր 14 տարիների ընթացքում Միդաքը նախապատրաստում էր մեր կործանումը։ Սինսարը, աշխարհի արքան, մի հսկայական բանակի գլուխ անցած, մտել է մեր երկիրը և ճամբար է խփել կղզու պալատի մոտ։ Սինսարի հետ և Թորենթի 3 թագավորները։ Նրանք են բերել այն կախարդական հողը, որը այժմ մեզ գերի է դարձրել։ Այս սարսափելի կախարդանքը կվերանան միայն այն ժամանակ, երբ Թորենթի թագավորների արյունից գոնե մի կաթիլ ընկնի դահլիճի հատակին։ Ֆինի բացատրությունը չթեթևացրեց Ֆենսերի դրությունը։ Ոմանք նույնիսկ ընկան ծայրահեղ հուսահատության մեջ և սկսեցին բարձրաձայն ողբալ իրենց բախտը։ Բայց Ֆինը սթափեցրեց նրանց։ Դուք ձեզ պահում եք վախկոտ կանանց նման, զայրացավ նա։ Եթե մենք չենք կարող խուսափել մեր ճակատագրից, եկեք մահը դիմավորենք Դորդ Ֆիանը երգելով, ինչպես հերոսներն են անում։ Նոկֆիրնաբլրի վրա մնացածները երկար սպասեցին, սակայն պալատի կողմից ոչ մի լրաբեր չերևաց։ Օսյանն անհանգստացավ, չլինի թե բան է պատահել։ Նա եղբորը Ֆիկնային և Սվեն Սելգայի որդի Ինսային ուղարկեց պալատ լուր բերելու։ 2 ձիավոր ընկերներ պալատ հասան ու լսեցին Դորդֆյանի տխուր մեղեդին։ Նրանք զարմացած իրար նայեցին։ Հենց այն է ուզում էին ներս մտնել, երբ Ֆինի ձայնը կանգնեցրեց նրանց։ Ով կա այդտեղ։ Հայրիմ, որդիդ Ֆիկնան է։ Ինսան էլ ինձ հետ է։ Չմտնեք պալատ, թե չէ դուք էլ մեզ նման կկախարդվեք, նախազգուշացրեց Ֆինը։ Նա պատմեց, թե ինչպես իրենք գերի ընկան ու ավելացրեց. Եթե ուզում եք փրկել մեր կյանքը, շտապեք ծանծաղուտ։ Այնտեղ մի մարդն էլ կարող է դիմագրավել մի ամբողջ զորքի։ Ես վախենում եմ, որ թշնամին արդեն մոտենում է։ Եվ իսկապես, Ինսան ու Ֆիկնան տեսան գետի մյուս ափին հավաքված թշնամու զորքը։ Նույն պահին Սինսարի վասալներից մեկը որոշեց իր տիրոջ համար բերել Ֆինի գլուխը։ Զինվորներն անմիջապես ջուրը մտան։ Բայց ինչպես Ֆինն էր ասել, նրանք խմբով չէին կարող նեղ ծանծաղուտն անցնել։ Գետի մյուս ափին Ինսան պատրաստ սպասում էր թշնամուն։ Քաջի պես կռվում էր Սելգայի որդին։ Հզոր հարվածներով նա անընդհատ ետ էր շպրտում հարձակվողներին։ Գետի ջուրն արյունով էր ներկվել, բայց Ինսայի երիտասարդ ուժերը կամաց-կամաց սպառվում էին։ Եվ երբ թշնամու ամենաուժեղ ռազմիկը ափ ելավ, Ինսան այլևս չկարողացավ դիմադրել ու ընկավ։ Ափին հայտնվեց վրեժի ծարավ Ֆիկնան։ Նորից ճակատամարտի աղմուկը խլացրեց գետի քչքչոցը։ Նորից գետը լցվեց թշնամու զինվորների դիակներով։ Հիմա էլ Ֆինի որդին էր հերոսաբար կռվում։
Միդաքը շատ ուշ իմացավ ծանծաղուտի դեպքի մասին։ Նա կանաչեց բարկությունից և գլուխը կորցրած սուրաց դեպի գետը։ Նրա ետևից փոշու ամպ բարձրացնելով կղզու պալատից դուրս եկան մյուս ձիավոր ասպետները։ «Էհեյ, Ֆիկնա», ափ հասնելուն պես գոռաց Միդաքը, «մի կողմ քաշվիր և ճանապարհ տուր ինձ»։ «Ես քեզ ճանապարհ կտամ միայն այն ժամանակ, երբ բոլոր ասպետներդ անցնեն թրիստակով», ծաղրանքով պատասխանեց Ֆիկնան։ Նա այդ իրավունքն ուներ։ Հզոր էին նրա բազուկները, և թշնամու զորքի մեջ Ֆիկնան նման էր ոչխարի փարախն ընկած գայլի։ Ճակատամարտը շարունակվեց։ Վերջապես Ֆիկնայի դեմ կանգնեց ինքը՝ Միդաքը։ Սկսվեց մի կատաղի մենամարտ։ Նրանց զենքերի շաչյունը տարածվում էր հեռու-հեռուներ։ Մինչ գետի ափին մոլեգնում էր կռիվը, բլրի վրա Օսիանը բանից անտեղյակ սպասում էր եղբորն ու Ինսային։ Տեսնելով, որ սրանք էլ չեն վերադառնում, նա ճարահատյալ իր վերջին զինվորներին Դերմաթին և Ֆաթային ուղարկեց սնձենու պալատ։ Դերմաթն ու Ֆաթան դեռ մի 2 մղոն էլ չէին անցել, երբ լսեցին հեռավոր մենամարտի աղմուկը։ «Ֆիկնան է», բացականչեց Դերմաթը, «ես ճանաչում եմ նրա մարտական կանչը»։ Երկու զինվորները ինչքան ոտքներում ուժ ունեին, վազեցին դեպի ծանծաղուտը։ Երբ հասան գետի մոտի բարձունքին, լուսնի լույսով տեսան կռվող քաջերին։ Ֆիկնան վիրավոր էր և ուժասպառ։ Նա վահանով հազիվ ետ էր մղում Միդաքի հարվածները։ Հասկանալով, որ Ֆիկնային փրկելու համար ժամանակին չի կարող հասնել ծանծաղուտ, Դերմաթը վերցրեց նիզակը, նշան բռնեց և նետեց։ Պողպատյա սայրը խրվեց Միդաքի մարմնի մեջ։ Դանիացի արքայորդին զգաց իր մոտալուտ մահը։ Նա իր բոլոր ուժերը կենտրոնացրեց մի վերջին հարվածի մեջ և սպանեց Ֆիկնային։ Երկուսն էլ անշունչ փռվեցին գետնին։ Ծանր սրտով Դերմաթը Ֆաթային պահակ թողեց ծանծաղուտի մոտ և գնաց պալատ, տխուր լուրերը Ֆինին հայտնելու։ «Ով էլ լինես, ներս մի մտիր», ոտնաձայներ լսելով կանչեց Ֆինը։ «Ասա, ինչպես վերջացավ ծանծաղուտի ճակատամարտը»։ «Ես Դերմաթն եմ, քիչ առաջ քո որդի Ֆիկնայի մահվան վրեժն առա Միդաքից։ Նա սպանեց Ֆիկնային», տիրեց մի կարճատև լռություն։ Հետո Ֆինը կրկին խոսեց. «Օրհնում եմ ձեզ հաղթության համար, բայց սա բոլորը չէ։ Առջևում կա ևս մի ճակատամարտ։ Թորենթի 3 թագավորների զորքերը մոտենում են ծանծաղուտին։ Միայն այդ թագավորների արյունը կփրկի մեզ գերությունից»։ Ապա լսվեց Քոնան ճաղատի ձայնը. «Ինչ օգուտ ձեր հաղթանակից, եթե մենք այստեղ պետք է սովամահ լինենք։ Դերմաթ, գնա կղզու պալատ, մեզ համար բեր ուտելիք և գինի»։ Դերմաթը խոստացավ կատարել Քոնանի պատվերը, որովհետև նա լեզվից ավելի էր վախենում, քան թշնամուց։ Մթության քողի տակ նա թաքնվեց կղզու պալատի միջանցքներից մեկում և սպասեց հարմար րոպեի։ Քիչ անց Դերմաթի կողքով մի ծառա անցավ, ձեռքին գինով լի եղջյուր։ Դերմաթը թրի մի հարվածով գետին տապալեց ծառային և իսկույն խլեց եղջյուրը, այնպես, որ գինին չթափվի։ Այնուհետև նա մտավ աղմկոտ դահլիճը, ուտելիքներով ծանրաբեռնված սեղանից համեղ պատառներ վերցրեց և շտապեց սնձենու պալատ։ Քոնանը անհամբեր նրան էր սպասում։ «Ինչպես տամ ձեզ ուտելիքը»։ Տեղ հասնելով հարցրեց Դերմաթը։ «Դուք լավ գիտեք, որ չեմ կարող պալատ մտնել»։ Քոնան ճաղատը բացատրեց. «Տեսնում ես փոքրիկ պատուհանը։ Այնտեղից ներս գցիր ուտելիքը»։ «Իսկ ինչպես վարվեմ գինու հետ»։ «Ոչ մի դժվար բան չկա։ Բարձրացիր տանիքը, նիզակովդ մի անցք բաց արա և այդ անցքից գինին լցրու, ուղիղ բերանիս մեջ»։ Դերմաթը ամեն ինչ արեց այնպես, ինչպես ասաց Քոնանը։ Հետո նա թողեց պալատը և շտապեց դեպի ծանծաղուտ։ Ֆաթան քնել էր և ոչնչից տեղյակ չէր։
Նա նույնիսկ չէր լսել, թե ինչպես Թորենթի 3 թագավորների զորքերը եկել խմբվել էին գետի ափին։ Դերմաթը որոշեց չարթնացնել Ֆաթային։ Նա անառիկ ժայռի պես ծանծաղուտի մոտ կանգնած ալիք-ալիք ետ շփրտեց հարձակվողներին։ Իսկ վերջում սպանեց Թորենթի 3 թագավորներին, արագ կտրեց նրանց գլուխները և վազեց սնձենու պալատը։ Մեծ դահլիճի դռները լայն բացվեցին նրա առաջ։ Հատակը թրջվեց Թորենթի թագավորների արյունով։ Քաջ ֆենսերը ուրախ ոտքի կանգնեցին։ «Դու մեզ փրկեցիր, Դերմաթ», արցունքն աչքերին ասաց Ֆինը։ «Բայց գերությունից հետո մենք դեռ շատ թույլ ենք թշնամուն դիմագրավելու համար։ Ֆաթան և դու պետք է պաշտպանեք ծանծաղուտը մինչև արևածագ։ Ուրիշ ելք չկա»։ Դանդաղ էր անցնում գիշերը։ Անընդհատ թշնամիներ էին գալիս գետի մյուս ափից։ Կռվին միացել էր նաև Սինսարի որդի Բորբան։ Դերմաթն ու Ֆաթան լարել էին իրենց վերջին ուժերը։ Արևածագին քիչ էր մնացել։ Երբ արևի առաջին ցոլքից շիկնեց հորիզոնը, սնձենու պալատից հեղեղի նման դուրս թափվեցին ուժերը վերականգնած ֆենսերը։ Բորբոքվեց մի ահեղ ճակատամարտ։ Երկու կողմից էլ հերոսներ ընկան։ Նիզակները ճեղքեցին օդը։ Արյունոտ սրերը շողացին կրակի պես։ Օսկարը առանց ժամանակ կորցնելու սկսեց ճանապարհ մաքրել դեպի Սինսարը։ Աշխարհի արքան նրան դիմավորեց թունոտ քրքիջով։ Վայրի կատվի ճարպկությամբ արքան հարձակվեց երիտասարդ ֆենսի վրա և մեկը մյուսից սարսափելի հարվածներ տեղաց նրա վահանին։ Օսկարը մեջքն արեց Սինսարին, իբր փախուստի է դիմում։ Բայց հենց այն պահին, երբ աշխարհի արքան թուրը բարձրացրեց վերջին հարվածն իջեցնելու, նա կտրուկ շրջվեց։ Օսկարի թուրը կայծակի նման շողալով թռցրեց Սինսարի գլուխը։ Ճակատամարտն ավարտվեց։ Սինսարի զինվորները խուճապահար փախան իրենց նավերը։ Իսկ հաղթանակած ֆենսերը, մարտական դրոշները պարզած, քայլեցին դեպի Ալեն։